Բարև ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, հոգու և շնչի համար հաղորդաշարն է սա։ Մի ժողովրդի պատմական ժառանգությունը նրա հարստությունն է։ Իմ ձեռքում է այդ հարստության մի շատ փոքրիկ ժամանակահատվածի պատմական վավերագրությունը, որը չնայած իր մեջ ներառում է ընդամենը 2 տարի պատմություն, սակայն այն երբևէ մեր ժողովրդի պատմության մեջ ամենահերոսական և միևնույն ժամանակ ամենադրամատիկ և ողբերգական պատմություններով լի ժամանակաշրջանի պատմություն է։ Այսօր շարունակելով հայոց հավատի պատմության հետքերով մեր արշավը, իսկ մենք նախորդներում արդեն YouTube-ում Աստվածաշնչի բացահայտումները մեր ալիքում ձեզ ենք ներկայացրել այս շարքից բազմաթիվ նյութեր, որոնցից մի քանիսը կթվարկեմ։ Հայոց եկեղեցու պատմությունը 1-ից 4-րդ դարերում, այո չզարմանաք այս վերնագրով, հայոց եկեղեցու պատմությունը 1-ից 4-րդ դարեր։ Երկրորդ, քրիստոնեությունը որպես կրոն 4-ից 5-րդ դարից սկսած։ Այնուհետև խոսել ենք հոգևոր արթնությունների պատմության մասին սկսած առաջին դարից մինչև 18-րդ դար։ Անհայտ աղանդավորների պատմության մասին էլ տեղեկացրել ենք, որ շատերը անգամ նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ գոյություն են ունեցել նաև շարժումներ և անհայտ աղանդապետեր, որոնց մասին մի փոքր տեղեկություն ենք հաղորդել։ Եվ այսօր մենք խոսելու ենք 19-րդ դարի սկզբին հայոց մեջ նոր հոգևոր զարթոնքի պատմության մասին։ Ինչու հենց այս ժամանակաշրջանը, քանի որ հաջորդիվ պետք է ներկայացնենք Հայաստանի հոգեգալստական եկեղեցու պատմությունը։ Իսկ այն իր ակունքներով հենց կապված է 19-րդ դարի և նրանից էլ առաջ եղած հոգևոր արթնության պատմությունների հետ, իսկ ավելի կոնկրետ ավետարանական շարժման հետ։ Պետք է մենք մի բան ընդգծենք այստեղ, որ երբեք հոգեգալստական շարժում Հայաստանում չէր լինի, եթե իսկապես չբռնկվեր այն հզոր շարժումը արևմտյան Հայաստանում 19-րդ դարի հատկապես երկրորդ կեսից, որ սկիզբ դրեց ավետարանական եկեղեցու հայոց մեջ։ Իհարկե դրանից առաջ էլ ավետարանական սկզբունքով շարժումներ եղել են, որոնք ամենատարբեր աղանդների, պիտակներ ունենալու այդպես դատապարտված են եղել պատմության մեջ, Պավլիկյաններ, Թոնդրակյաններ և այդպես շարունակ։ Դժբախտաբար հոգեգալստական եկեղեցու եղբայրությունը, եկեղեցին, իր եկեղեցու պատմության շարադրմամբ բոլորովին էլ մտահոգված չէ։ Ես նորից եմ կրկնում, հոգեգալստական շարժման պատմությունը Հայաստանում, եթե նույնիսկ ունի մի երկու այդպես փորձ պատմության շարադրանքի, մեկը Նավոյան Սամվելի Հայաստանի հոգեգալստական եկեղեցու երկրորդ հովվի թողած աշխատությունն է, որը վավերագիր է գերազանցապես, և նման մի վավերագիր էլ հանդիսանում է Բիայնա Գրեյ ծածկանունով թերևս հանդես եկող հեղինակը, որը նույնպես շարադրել է մեծամասամբ հոգեգալստական եկեղեցուց անջատված, մի նոր միաբանություն ստեղծած և առհասարակ խարիզմատ շարժման վերաբերյալ պատմությունները, որ իրենց այդ գրքի մեջ շարադրել է այս հեղինակը և այդ եկեղեցու եղբայրության մղումը եղել է իրենց եկեղեցիների մասին խոսելը։ Բայց ընդհանուր առմամբ հոգեգալստական ամբողջ շարժման պատմաքննական աշխատություն չի գրվել։ Դրա փոխարեն պիտի ասեմ, որ այսպես չեն մտածել ավետարանական հավատքի քրիստոնյաները, որոնք մկրտականներ են կոչվում, բապտիստներ։ Նրանք պատշաճ կերպով հետամուտ են եղել իրենց պատմության շարադրմամբ և առհասարակ եկեղեցու պատմության մեջ այն հետքը, որ իրենք են թողել, ես կարող եմ ասել, որ ոչ միայն ավետարանի տարածման, փրկության վարդապետության, այլ նաև ազգապահպանման հիմնականում ամենամեծ դերակատարումն են ունեցել այս եկեղեցու ներկայացուցիչները։ Իհարկե կան շատ աշխատություններ ավետարանական մկրտական եկեղեցու պատմության վերաբերյալ, և ես այսօր հենց նրանցից երկուսի մասին պետք է խոսեմ, երկու
պատմական տեղեկատվություն կարող եմ հաղորդել տարբեր գրքերից, սակայն երկուսի նպատակն էլ մեկն է՝ շարադրել իրենց եկեղեցու ավետարանական մկրտական եկեղեցու պատմությունը։ Եվ ես նորից եմ կրկնում, ինչու ես անդրադարձա հայոց հավատի պատմության շարադրանքից մեջ, ինչու անդրադարձա հատկապես 19-րդ դարի սկիզբ եւ 20-րդ դարի միջև առաջին տասնամյակները այս պատմությունը ձեզ ներկայացնելու, որովհետև հայտնի բան է, որ 60-ական թվականներին հոգեգաստական շարժումը Հայաստանում երբ որ բռնկվեց, հենց ակունքում էլի ավետարանական մկրտական եկեղեցու քույրեր են եղել, որոնք լսելով Գևորգ Սերգեյի կողմից Սուրբ Հոգու մկրտության այդ լուրը, իրենք էլ մկրտվում են Սուրբ Հոգով եւ այսպես ծնունդ է առնում ավետարանական հոգեգաստական եկեղեցի։ Ուզում եմ շեշտել, որ առանց ավետարանական մկրտական եկեղեցու մեր ձեռքի տակ մենք չէինք կարող ունենալ Արարատ թարգմանության Աստվածաշունչը, որը մատչելի էր դարձնում Աստվածաշնչի բովանդակությունը, իսկ մենք պիտի հիշենք մի բան, միջև արևելահայերեն լեզուն հանրային դառնալը մեր ժողովրդի մեջ, հիմնականում գրաբարով էր Աստվածաշունչը քարոզվում, եթե քարոզվում էր քահանաների կողմից, եւ ոչ բոլորն էին այդքան գրաճանաչ, որ կարող էին գրաբարին տիրապետելով Աստվածաշունչ կարդալ, հետևաբար փրկվել։ Իսկ առաքելական եկեղեցին մենք գիտենք, որ դարեր շարունակ ոչ այդ հնարավորությունն է ունեցել եւ ոչ էլ գուցե ցանկությունը, որպեսզի Աստվածաշնչեր կամ ավետարաններ մեր հանրության մեջ մեծ տարածում գտնելու առումով, հատկապես տպագրության շրջանից մի փոքր սկսվեց տարածվել նաեւ գրաբարը Աստվածաշնչեր ու ավետարաններ, սակայն դրանից առաջ հնարավորությունները շատ սուղ են եղել թերևս։ Արևելահայերեն Արարատ թարգմանությունը մինչև այսօր էլ կիրառական է եւ բոլոր թարգմանությունների մեջ լավագույնն է հանդիսանում։ Եվ իմ հորդորն է բոլորին, ովքեր որ այսօր ամենագեղեցիկ կազմերով Աստվածաշնչերի հետևից են գնում, զգուշ լինեն իրենց որոնումների, իրենց փնտրտուքների մեջ լավագույն թարգմանություն համարելով նոր Արարատ կամ չգիտեմ այլևայլ Աստվածաշնչերի իմաստով եւ հետամուտ լինեն միայն հին Արարատ այսպես կոչված թարգմանության այդ Աստվածաշնչով առաջնորդվելու։ Եվ այսպես ինչի համար եմ ես ուզում այսօր մեր ուշադրությունը դարձնենք պատմական այս անցքերին, թե ինչպես ավետարանական մկրտական եկեղեցին ծնունդ առավ հայոց մեջ։ Սկզբում կուզեի, որպեսզի ձեզ ներկայացնեի այդ գրքերը, սա կոչվում է լուսաշավիղ, այս գիրքը։ Դժբախտաբար գրքի էջերը արդեն համարյա փայտանում են, հաճելի տեսք չունի, եւ իմ հորդորն է բոլոր մկրտականներին, եթե որևէ մեկը լսում է ինձ, ավետարանչական, ավետարանական մկրտական, ամենատարբեր անուններով կոչվող այսօրվա այս եկեղեցու ժառանգորդները, որի միսիոներների կամ կազմակերպությունների ցանկը ես մենակ եթե նշեմ, ապա կպարզվի, որ դրանց թիվը ուղղակի հարյուրներից անցնում են, նրանք ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հայկական համայնքներ կան, մեծ միջոցներ են տրամադրում բարեգործական նպատակով, մեր երկրում էլ, թերևս Հայաստանում էլ ավետարանչականներ կան, որոնք բարեգործություն են անում, թեկուզ դիակոնիա Փարոսը կամ չգիտեմ ավետարանչական տարբեր էլի կազմակերպություններ թե Գյումրիում, թե Երևանում եւ թե Աբովյանում։ Ես կոչ կանեի, որպեսզի այս գիրքը, որը հրատարակվել է 1946 թվականին եւ կոչվում է Լուսաշավիղ, այստեղ մենք հեղինակին Եղիակ Հասունի, այս գիրքը անպայման վերահրատարակել։ Այս գիրքը ուղղակի գանձ է։ Այս գիրքը կարիք ունի հրատարակվելու, որովհետև այն ոչ միայն ավետարանական եկեղեցու պատմության մասին է մեզ տեղեկացնում,
Այս գրքի ուշադիր ուսումնասիրությունը անգամ Արևմտյան Հայաստանի մեր հայ ժողովրդի այդ ցեղասպանության տարիների թվի մասին էլ որոշակի տեղեկություն կարող է հաղորդել, թե վերջ-վերջո որքան հայություն է կոտորվել, էլ չեմ ասում, որքան ավետարանականն էր։ Եվ այսպես ես կուզեի, որպեսզի մի փոքր առաջաբանի կամ ասենք նախաբանի մասին խոսել, այս գրքի վերաբերյալ առաջին էջերից մենք կարդում ենք այսպես մտահոգությունը երեց հովիվը միության Ենովք Հատիտյան եւ ինքը ասում է հետեւյալը. հայերու մեջ ավետարանական շարժումի ծագումը եւ տարածման մասին գուցե հին սերունդը անորոշ գաղափար ունենա, բայց նոր սերունդը գրեթե բոլորովին անտեղյակ մնացած է հայ ազգին համար պատմական կարևորություն ունեցող այս դեպքի մասին։ Եվ այս պատճառով մեզի փոխանցված այս անգին ժառանգությունը կամ ժառանգին արժեքը գնահատելու մեջ անգիտակցաբար թերի գտնված ենք։ Այս շարժման 100-ամյակին արդիվ անոր ճշգրիտ մեկ պատմություն է գրի առնվելու որոշումը հոբելյանական տոնակատարության լավագույն գործունեություններից մինը եղած է։ Փառք ու տանք Աստծո, որ այս գործը գլուխ անելու համար հարմարագույն անձը եւ ավետանի համայնքի լավագույն պատմագետը եղող վերապատվելի Եղիա Քասունի Աստծո նախախնամությամբ դեռ մեզի հետ է եւ իր կորովին ու եռանդին շնորհիվ այս գիրքը մեջտեղ եկավ։ Խոսքը գնում է այն մասին, որ դեռևս 46 թվականն է, իսկ նախաբանը գրվել է դեռևս այդ ժամանակներում, երբ գիրքը լույս էր տեսնում եւ դեռ Քասունին այդ ժամանակ կենթանի էր բնականաբար։ Այս գիրքը կարդալով բոլոր հայությունը եւ ավետանի համայնքը մասնավորապես պիտի տեսնեն, թե մեր նախահայրերը ինչ աշխատանք թափեցին այս հոգեվոր շարժման եւ անոր ծավալման համար, ինչ նեղության եւ հալածանքի ենթարկվեցան ավետանի սկզբունքներու հավատարիմ մնալու սիրույն, ինչ զոհողություններ կրեցին Քրիստոսի ավետանի տարածման համար, ինչ մութ անկյուններ լուսավորեցին, տարբեր քաղաքներ եւ գյուղեր ճամփորդելով, դժնդակ պայմաններ անտեսելով եւ ինչ զարմանալի կերպով նպաստեցին կամ աջակցեցան մեր ազգին ֆիզիկական, մտային եւ հոգեկան կրթության եւ վերելքի։ Միաժամանակ հաջորդ էջում մենք տեսնում ենք, որ նաեւ խնդրանք է եղել, որ Քասունին ինքն էլ գրի մի առաջաբան։ Եվ ինքն ասում է գրքի հեղինակը. բարեկամներս ուզեցին, որ առաջաբան մնալ գրեմ գրքից, մինչդեռ ես որոշած եսել, թե առաջաբանը գրքից մեջ է։ Բայց կերևի թե իսկապես անխուսափելի է, քանի մը խոսք ասել առաջիկա գրության ծագման ուղղության ու նպատակին վրայով։ Եվ այստեղ ինքն ասում է, որ 22 տարի աշխատել է այդ ուղղությամբ, հայ ավետարանական եկեղեցու պատմության մի պահանջ է զգացել գրելու, բնականաբար պիտի մի հատ հետազոտեր տեսներ իրենից առաջ որևէ մեկը ձեռք զարկել է այս գործին, թե չէ, պարզվում է, որ այո, վերապատմելի Ստեփան Ություջյանը ծագումն եւ ընթացք ավետարանության հայոց գործը 1914 թվականին իր ձեռքի տակ է ունենում հեղինակի մահեն 2 տարի հետո, երբ որ հրատարակվել էր այս գիրքը, եւ երբ որ ուսումնասիրում է Քասունին ասում է, որ ես տեսա, որ այդ պատմությունը ամբողջական չէ եւ առանձին տեղերում միակողմանի է արտահայտում։ Ինչպես ես քիչ առաջ ասացի, հոգեգալստական եկեղեցու այդ երկու ձեռնարկներն էլ միակողմանի են արտահայտում, միակողմանի են շարադրում իրենց եկեղեցների պատմությունը։ Եվ այս բացը լրացնելու համար Եղիա Քասունին ինքը օժտված լինելով պատմական խորը վերլուծական տրամաբանությամբ անաչառ կերպով շարադրել է այս պատմությունը, լուսաշավի այս գիրքը, որը ես պատրաստվում եմ որոշակի հատվածներ այնուամենայնիվ ներկայացնել, որ ընդհանուր պատկերացում ունենանք ավետարանական եկեղեցու պատմության ծագման, նրա զարգացման եւ համարձակվում եմ ասել այսօր արդեն հոգեգաստական եկեղեցու հետ մարման ճանապարհը բռնած այս վերջին իրադարձությունների մասին էլ։ Ուրեմն այս գրքի որոշակի էջերին դեռ ես կանդրադառնամ։ Այժմ ես ուզում եմ ներկայացնել երկրորդ գիրքը։ Այս երկրորդ գիրքը իմիջիալոց ասեմ, որ այս գիրքը 100-ամյակի կապակցությամբ էր գրված 1946 թվականին, իսկ ավետարանական մկրտական եկեղեցու ծագումը հիմնումը
1846 թվականի հենց պած սուլթանը համաձայնեց, որպեսզի այս եկեղեցին առաքելական եկեղեցու զատ առանձին մի եկեղեցի պաշտոնական գրանցում ունենա եւ թույլտվություն ստացավ այս եկեղեցին Արևմտյան Հայաստանում գործելու 1914 թվականին արդեն իսկ քանի որ Արևմտյան Հայաստանում 6 վիլայեթները բաժանվել են երկու, այսպես ասած, փոխարկայությունների եվրոպական կառավարիչների կողմից, հայ ժողովուրդը կարծես թե վերջապես հասել էր իր նպատակին, սակայն վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը եւ ամեն ինչ փոխվեց ճիշտ հակառակ ուղղությամբ եւ մեր ժողովուրդը ցեղասպանության զոհ դարձավ։ Այդ 14 թվականի հրամանագրով սուլթանը համաձայնվել էր, որ իսկապես այս եկեղեցին ճանաչվեր որպես պաշտոնապես եկեղեցի։ Նույնը նաև Արևելյան Հայաստանում Վարանցով Դաշկովը նույնպես համաձայնվել էր Կովկասի փոխարքան ավետարանական եկեղեցին առաքելական եկեղեցուց առանձին եկեղեցի ճանաչելու։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Մյուս գիրքը ոչ թե 100-ամյակի, այլ 150-ամյակի կապակցությամբ է գրված։ Այս գիրքը արդեն մեր օրյա 1996 թվականին հրատարակված գիրք է, Վահան Թութիկյան հեղինակը։ Վահան Թութիկյանը ինքն ասում է, թե գիրքը գրելու ժամանակ ինքը ինչպես է առաջնորդվել։ Եվ ես այնուամենայնիվ կուզեի, որպեսզի մի փոքր ընթերցենք եւ ծանոթանանք, թե ընդհանրապես ինչպես է ինքը առաջնորդվել այս գիրքը գրելու ժամանակ։ Այս դեպքերը վավերագրված են եւ ընդունած առանց առարկության։ Ապագայի դեպքերը սակայն այդպես չեն։ Հայ պատմաբաններ տարակարծիք են հայ ավետարանական եկեղեցիի նկատմամբ իրենց գնահատումին մեջ։ Այս աշխատությունը կնպատակադրի ներկայացնել անձնական տեսակետը եւ թելադրել հիմը հավասարակշռված գնահատումը կատարելու հայ առաքելական եկեղեցիին դերին եւ ներկա կացության հայ ժողովրդի կյանքի մեջ։ Գնահատումի այս փորձը կարդարացնե վերակաղը հայ ավետարանականության պատմության անոր ծնունդին եւ զարգացումին, ինչպես նաեւ վավերագրությունը աղբյուրներու եւ առնչակից նյութերու։ Եվ այսպես հեղինակն ասում է, որ սա իր անձնական մոտեցումն է այս պատմության եւ գիտեք բարեբախտաբար դա լավ է, որ իր անձնական մոտեցումն է, որովհետև նա ոչ թե ջատագովն է ավետարանական եկեղեցու եւ պատրաստվում է միայն այդ եկեղեցու դրական գործերը նշել եւ այլ, այլ նա մի տեսակ կողքից քննական փորձ է կատարում այս պատմությանը անդրադառնալ 150 տարին դա քիչ չէ եւ անաչառաբար ցույց է տալիս այն բացթողումները, այն վրիպումները, այն սխալները, որ այս եկեղեցին ունեցել է։ Իհարկե, անգնահատելի է այն մեծ միսիան, այն մեծ գործը, որ արել է այս եկեղեցին, որի մասին մենք հետո կլսենք, բայց նաեւ հենց այն խնդիրները, որոնք արկա են այսօր, դրանք գալիս են դեռևս, ասենք, շատ հնից։ Եվ այսպես ուզեի, որպեսզի միանգամից իր մոտեցմամբ հարցին մոտենալ, ինքս էլ որ շատ առնչվել եմ ավետարանական մկրտական եկեղեցու ներկայացների հետ, համաձայն եմ կարծես իր գնահատականի հետ այսօրվա, որովհետև համեմատելով այն եկեղեցին, որ գոյություն է ունեցել 150 տարի առաջ կամ գոնե մինչև 20-րդ դարի ասենք կեսերը, համեմատելու չէ այսօրվա ավետարանականության հետ։ Թութիկյանն ասում է, բայց հայ ավետարանականությունը այսօր հոգևորապես եւ բարոյապես ան չէ ինչ որ էր երեք։ Պետք է ասեմ ցանկացած խելամիտ պատմաբան, երբ որ ինքը անաչառաբար է մոտենում խնդրին, կարող է ճիշտ նույն ձևով էլ նույնիսկ այսօր հասարակ հոգեգաստականները, որոնք ասենք պատմության, երբ որ ես ասում եմ հասարակի նկատի ունեն պատմությունից հեռու, գոնե կարոտով են հիշում իրենց ապաշխարության, իրենց վերստին ծնունդի, Սուրբ Հոգով մկրտության, այն առաջի սերը կարոտով հիշում են։ Եվ այստեղ մենք պետք է ընդհանրացնենք, որ թե ավետարանական մկրտական եկեղեցին եւ թե հոգեգաստական եկեղեցին կարծես թե աշճանաբար իր դիմագիծը փոխելով շատ քիչ բանով է նման այն եկեղեցու հետ, որ սկզբից եղել է։ Եվ այստեղ ասում է հեղինակը. Եթե նույնիսկ հայ ավետարանական նկատելի թվով եկեղեցներու համեմատաբար դժգույն դիմագիծը գնահատումի իբրև չափանիշ եւ հիմք չընդունենք, տակամին պետք է խոստովանենք, թե այսօր հայ ավետարանական եկեղեցին հարազատ հայերին չի հանդիսանար հայ ավետարանական վաղեմի փառավոր շարժումին։
Ահա այսպիսի գնահատական ենք մենք լսում եւ նորից իր գնահատականները հայ ավետարանական եկեղեցին նաև սերտ հաղորդակցություն եւ գործակցություն հաստատելու է մար եկեղեցու հայոց առաքելական եկեղեցու հետ։ Այս կարծիքն ունի, որ ժամանակն է, որ իբրև հայ ավետարանական եկեղեցին մայր եկեղեցու հետ, բայց չէ որ պատմությունը ուրիշ բան է ասում, որ այդ փորձերը եղել են առաքելական եկեղեցու մարտնություն բռնկելու, բայց հակառակ էֆեկտն են ունեցել, դրանց մասին կլսենք այսօր։ Եվ այսպես եկեք ուրեմն անդրադառնանք նաև անգլիացի մեծանուն պատմագետին, ով ժամանակին ընդհանրապես գնահատականներ տվող այս պատմաբանը ճիշտ գնահատական է տվել հոգևոր շարժումների սկզբի եւ նրա ավարտի վերաբերյալ, եւ այսպիսի մի հատ թեւավոր հնչող կարծես խոսք է ասում. ժամանակ մհասավ, երբ այսպես կոչված հռոմեական սուրբ կայսրությունը ոչ սուրբ էր, ոչ հռոմեական եւ ոչ էլ կայսրություն։ Ուրեմն ժամանակ մհասավ, երբ այսպես կոչված հռոմեական սուրբ կայսրությունը ոչ սուրբ էր, ոչ հռոմեական եւ ոչ էլ կայսրություն։ Փոխաբերաբար կարելի է ասել այսօրվա իմաստով, որ նույն ավետարանական շարժումը ոչ այսօրվա ավետարանական շարժումը ավետարանական անվանելը ճիշտ չէ, որովհետև ավետարանական սկզբունքներից լրիվ հեռացված գրեթե նույնն էլ կարելի է հոգեգաստական եկեղեցին ասել, որ երբեմնի հոգեգաստական եկեղեցին հոգեգաստական չի կարող կոչվել, որովհետև ոչինչով չեն տարբերվում բապտիստներից, ովքեր լեզուներով չեն խոսում։ Իսկ եթե իրենք էլ լեզուներով խոսում են, ապա Սուրբ Հոգու ձայնը չեն լսում։ Իսկ շարժման ամբողջ վարդապետական խորությունը ենթադրում էր, որ վերստին ծնված անձը, որ Սուրբ Հոգով էլ մկրտվում էր, իր կյանքն ամբողջովին սրբացման մեջ գնար հենց Սուրբ Հոգով լցված ապրելով։ Թուդիկյանը օգտվելով Քասունու գրքից, քիչ առաջ որ ցույց տվեցի, համառոտաբար ինքը ներկայացնում է նույն պատմությունը գրեթե, բայց ես ուզում եմ հենց միանգամից առաջին ձեռքից օգտվենք, ընթերցենք հենց Քասունու գրքից եւ տեսնենք, թե այս եկեղեցին, ավետարանական այս եկեղեցին ինչպես է ինքը սկիզբ առել։ Նախ ինքը գրելով իր գրքի նպատակի շարժառիթների աղբյուրների մասին, ինչպես ասացի, հարուստ տալիս է տեղեկություններ, չի թաքցնում իր անհանգստություններն էլ շարադրելիս եւ ամբողջապես անաչառ կերպով, ինչպես ասացի, ներկայացնելով մեզ աղբյուրների ցանկը, որը նույնպես շատ մեծ արժեք ունի։ Այս մենակ այս մի քանի էջերը, որ թերթում ենք, սրանք լրիվ աղբյուրներ են։ Սրանք պատմական խորշոր վավերագրական, այդպես փաստագրական նյութեր են, որոնց ուսումնասիրությունը դեռ ապագային է վերաբերում։ Եվ այսպես հայ ավետարանականության մասին խոսելիս ինքը Քասունին ներկայացնում է, թե ինչպես է սկսվել ավետարանական շարժումը։ Բայց մի վերապահում անելով նոր ինքը շարժվում է առաջ։ Նախ խոսելով կապ հաստատելով անցյալի մասին, հայոց հավատի վերաբերյալ ինքը ներկայացնում է, անմիջապես անցում է կատարում եւ ցույց տալիս, որ հայաստանյաց ավետարանական շարժումը Եվրոպայից բողոքական շարժման հետևանք չէ։ Այն արդեն ունեցել է արմատներ Պավլիկյաններով եւ Թոնդրակյաններով եւ սա ժամանակ առ ժամանակ կարելի է ասել, որ նախկինում ծխացող շարժումների հետևանքն են եղել։ Եվ այստեղ մենք լսում ենք այն մասին, որ Քասունին ներկայացնում է, որ ավետարանական շարժումը հայոց մեջ երբ որ սկսվել է, միանշանակ նպատակ է ունեցել մեր ժողովրդին լուսավորելու։ Պատահական չէ, որ գիրքն էլ կոչվում է լուսաշավիղ։ Գիտեք, տգիտության մեջ խարխափող ժողովուրդը բնականաբար ինքը չի կարող ապագային որևէ արդյունք տալ։ Ինքը հենց տգիտության մեջ էլ կորսվելու է ու կործանվելու է, իսկ մի ժողովրդի ապագան լուսավորության մեջ էին տեսնում ավետարանականները։ Եվ պատահական չէ, որ դպրոցներ էին հիմնում, բժշկարաններ եւ ոչ միայն տասնյակներ, հարյուրավոր մեր ազգի, մեր ժողովրդի մեջ անում էին այն գործը, որը թերևս իսկապես ամբողջ արևմտյան Հայաստանում, մասնավորապես նաև Լեռնային ու Դաշտային Ղարաբաղում շվեյցարացիների հետ միասին Բազելի կազմակերպություն էր գործում Շվեյցարիայի, հատկապես Արցախում, Շուշիում,
Եվ այնտեղ մեծ թվով հրատարակվում էին, ասենք, հոգևոր գրականություններ եւ տարածվում էին մեր հայ իրականության մեջ։ Այսպիսով անդրադառնանք մի քանի խոսքով կասունու շարադրանքներին եւ փորձենք հասկանալ այն կարեւորությունը, որ այս եկեղեցին ունեցել է։ Նախ կասունին նշում է, որ այս շարժումը խորը ճգնաժամում գտնվող մեր ժողովրդի ծոցից ելած մի քանի առաքելական եկեղեցու քարոզիչների կամ վարդապետների շնորհիվ եղավ։ Բարենորոգումները, որոնք միշտ էլ հայոց առաքելական եկեղեցու մեջ ազնիվ հոգևորականները իրենց սրտերում այդ ծրագիրը ունեցել են, ժամանակ առ ժամանակ նրանք դրա մասին խոսել են, բարձրաձայնել են ավագ եպիսկոպոսական խավին, բայց ցավոք սրտի այդպես էլ որևէ արձագանք նրանք չեն ունեցել։ Հայաստանյաց եկեղեցու նվիրապետական կարգը, ավանդությունները հիմնական այն խոչընդոտներն են եղել, որոնք մեծամասամբ արգելակել են, որ մեր ժողովուրդը ավելի լուսավորյալ, այդպես ասած, հոգևոր կյանքի մեջ չգնա։ Սրանք իսկապես այս գրքի մեջ մասնավորապես մանրամասնորեն նշված է, որ դեռևս 19-րդ դարի առաջին տասնամյակներից անկեղծ ընտանիքներ, հավատի մարդիկ, Աստվածաշունչը ունենալով իրենք աղոթել, կարդացել են եւ այլն, եւ որոշակիորեն, քանի որ տպագրության հետ միասին նպաստեց նաեւ Աստվածաշնչի տարածմանը, հոգեվոր գրականության տարածմանը, քննում ուսումնասիրում էին ու տեսնում էին, որ ախր փրկվելու համար այն ինչ որ մատուցում է առաքելական եկեղեցին գրեթե ոչինչ չի տալիս։ Մասնավորապես, եթե այդ եկեղեցու դավանության մեջ նստած է հետևյալ գաղափարը, որ դու կմեռնես դատաստանի օրեն մենակ կերևա, դու փրկված ես թե ոչ։ Դե դուք պատկերացրեք, ինչպես է առաքելական եկեղեցին փրկության վարդապետությունը, ավետարանական փրկության վարդապետությունը 1700 տարի շարունակ անընդհատ տառապանքի կրոնի վերածել։ Եվ ժողովուրդը ստիպված է եղել ենթարկվել ավանդությունների, որոնք բնականաբար երբեք փրկության չէին կարող առաջնորդել։ Հայ հոգևորականությունը, մասնավորապես քահանայական դասակարգին տգիտությունը, որով անչեր կրնար դարուս նոր ոգուն պահանջներուն համաձայն ժողովրդի կրոնական կարոտության ցգոհացում տալ, քարոզներով եւ հոգևոր ուսուցմամբ։ Սա է հենց պատճառներից մեկը, որ նշում է մյուս կողմից, սակայն մեջտեղ կար ընդհանրապես հայ գղերը, այսինքն հոգևորականությունը։ Եվ ինչ է ասում, ասում է, այս քահանայական դասակարգը տգետ էր հատկապես ժամանակի հոգու հետ հավասար չէր գնում, մնացել էր, ասենք, միջնադարյան ավանդությունների առասպելների, ասենք, այդ շղարշիտակ, եւ ժողովրդի հոգևոր պահանջմունքների համաձայն գործունեություն չէր կարողանում ծավալել։ Կային նաեւ եկեղեցու մեջ սպրտնած զեղծումներ, ավելորդապաշտումներ, սովորություններ, որոնք կգայթակղեցնեին իսկապես բարեպաշտ շատերը։ Այսինքն սրանք այն խնդիրներն են եղել, որոնք թույլ չեն տվել, որ մարդիկ իսկապես իրենց ապաշխարությամբ վերստին ծնունդով իսկապես փրկություն ունենային։ Եվ այսպես դեռևս 1810-ական թվականներին ամերիկյան միսիոներները, եվրոպական միսիոներները արևմտյան Հայաստանում շրջում են, արդեն կային այլազգիների մեջ բազմաթիվ ավետարանական, բողոքական եկեղեցիներ, եւ հայոց մեջ էլ ուզում են իրենք քարոզեն, հանկարծ տեսնում են, որ Հայաստանում արդեն կան ավետարանական այսպես կոչված համայնքներ։ Հիմա երբ որ արդեն դրանք բոլորը բացահայտ արդեն հասկանալի էր, որ կա ներքին մղում այդտեղ շարժում սկսելու, նրանք փորձեցին ձեռք զարկել նաև ընդարձակելու հայոց իրականության մեջ, մասնավորապես Արցախում, ինչպես ասացի, շվեյցարական Բազել կոչված այդ կազմակերպությունը ավետարանական հայերի դարձը նաև ուզում էր ծառայեցնել թուրքերի մեջ ավետարան տարածելու նպատակով։ Իդեմս հայերի, ավետարանական հայերի արևմտյան բողոքականները մահմեդական աշխարհում ավետարանչություն անելու նպատակ էին հետապնդում։ Սակայն ժամանակի պատրիարքի մասին եկեք մի փոքր լսենք։ Տեսնենք, թե իսկապես Կոստանդնապոլիսի պատրիարքը ինչպիսի անձնավորություն էր, եւ այստեղից սկսած արդեն մենք կտեսնենք մեր ժողովրդի դժբախտությունը եւ միանշանակորեն պետք է ասեմ նաեւ
ցեղասպանության պատճառներից մեկը, որը կարող է լինել, որ Աստծո իրոք բարկությունը բորբոքել է։ 1843 թվականի սուլթանական հրամաններից մեկում ողջունվեցավ մի հրովարտակով կրոնական ազատություն տալ ժողովրդին, եւ սա հրաշքի պես մի բան էր, ինչպես ասացինք։ Մաթեոս Շուհաջյան անունով նոր պատրիարքի մեկարգվելով 1841-ի աշնանը Կոնստանդնապոլիսում պատրիարք է դառնում Մաթեոս Շուհաջյանը, այս ազգանուն անունը հիշեք, ավետարանական հայերու դեմ հալածանքի նոր արշավը պորտկած, այս մարդը գլխավորել է ավետարանական շարժումը Արևմտյան Հայաստանում մարելու այս գործընթացը, Կոնստանդնապոլիսի պատրիարքը։ Նոր պատրիարքն ինքը համակիր էր ատենոք, մի ժամանակ ինքը հավանեց եպիսկոպոսների ասած գաղափարը, որ բարենորոգման կարիք կա առաքելական եկեղեցում, բայց հետո հակառակ կողմը գրավեց, որովհետև հայոց ջոջերի կամ ամիրաների մեծահարուստների կողմը ինքը անցավ պատրիարքը, ինչու, որովհետև ինչ է մեծահարուստի նպատակը, մեծահարուստը ինքը փողը տալիս էր կաթողիկոսին, նվիրատվություններ էր պատրիարքին կամ առհասարակ թեմական առաջնորդներին, նրանց միջոցներով կառուցվում էին եկեղեցիներ եւ այսպես փոխադարձ ներքին համաձայնություն ունեին, սա մեղքի թողություն էր ստանում, իսկ նա էլ ասենք ստանում էր մի հատ հիմնարկ, որտեղ կարող էր ինքը աշխատել։ Սկզբնական շրջանում թեպետ այս պատրիարքը համաձայնվում է, բայց հետո պետքություն բռնում է, որ չէ, ինքը բավական լուրջ եկամուտի աղբյուրից կզրկվի եւ ուրիշ շարժառիթներից էլ ետ է կանգնում դրանից եւ ոչ միայն ետ է կանգնում բարենորոգումներ անելու իր, ասենք նախկին նպատակներից, որ իրեն հուշել էին, այլ հակառակ դիրքը գրավելով շատ դաժան հալածանք է սկսում այս եկեղեցու նորաթուղ կամ նոր ծնվող եկեղեցու նկատմամբ։ Դժբախտաբար Մաթեոս պատրիարքն այս հալաշչական գործին մեջ իրեն օժանդակ եւ զորավի ուներ օտարազգի եւ անվանապես բողոքական բարձրաստիճան անձնավորությունը Ամերիկայի եպիսկոպոսականած կողմեն Թուրքիա միսիոներ ղրկված Հորնիս Սաունդթրեքը, որ ոչ միայն հրապարակավ հայտարարեց իր համամտությունը Մաթեոս պատրիարքի գործած միջոցներուն իթիվ, այլև աշխատեր օտար պետության քաղաքական ներկայացությունները համոզելու, թե պատրիարքն իրավացի էր եւ ավետարանական ըսված հայերը համար հերետիկոսներ են։ Մենք ունենք նաեւ տվյալներ, այստեղ կա այդպիսի տվյալ, որ անգլիացի եւ ամերիկացի որոշ միսիոներներ ցեղասպանության տարիներին հատկապես, որ իրենք ունեցել են համայնքներ, հասցեները իրենք են տվել Համեդի ջոկատին կամ թուրքերին կառավարությանը, որ հայերին բնաջնջեն, ավետարանականներին, որ բնաջնջեն։ Եվ այդպես էլ եղել է։ Այսինքն նրանք, որոնք ավետարանը թևների տակ եկել են միսիոներություն անելու, արդյունքում սրանց բոլորին, այդպես ասած, գայլի բերան էին տվել։ Պատրիարքի գործելակերպին անդրադառնանք։ Մաթեոս նախ գաղտնապես հորդորեց իր ժողովրդին այնպիսիները, որոնք ավետարանական եղբայրներուն գործատերեր կամ հաճախորդներ էին, լուր կերպով ասոնք զրկելու իրենց ապրուստի միջոցը։ Ուրեմն պատրիարքը հորդորեց հայերին, որ ոչ մի ավետարանականի խանութից գնում չանեք, նրանց հետ չշփվեք, այսինքն ֆինանսապես, տնտեսապես մեծ ճնշում գործադրեց։ Բարեկարգության ջատագովներ շատեր հանկարծ գտան, որ անգործ մնացել էին, չորչապ իրենց նվիրական համոզումներն չհրաժարվեին, դիմում էին ախր ինչ եք փակում մեր կրպակները, ինչ եք էս անում են անում, չէ ասում են, միջև չհրաժարվեք ձեր աղանդից, մենք թույլ չենք տալու, որպեսզի դուք ձեր տնտեսությունը վարեք։ Սակայն այդ ժամանակվան համար ավելի ազդեցիկ միջոց մներ քահանայական լրտեսությունը։ Մաթեոս կհրամարե իր քահանաներուն պատրիարքարան գիտցնել անունները, անոնց, որ խոստովանանքի չէին գար, եւ իրենց թաղային եկեղեցիներին հաղորդություն չէին առներ։ Բոլոր այնպիսիներուն բանադրանքի սպառնալիք կար ամբողջ սարսափելի հետևանքներով։ Ինչպես տեսնում եք, իշխանություն էր գործի դրվում, մեր ժողովրդի մի ստվար զանգվածին համոզում էին, որ նրանք աղանդավորներ են եւ հայտնի է իսկապես պատմությունից, որ ժամանակին մեծահարուստ ավետարանականները այլևս այրերում, քարանձավներում հալումարշ եղած մի խոսքով բավական չարքաշ կյանքով էին ապրում եւ շատերը լքում էին Թուրքիան, ովքեր որ կարողանում էին, իսկ մեծ մասը բավական մեծ զրկանքներ էր քաշում արդեն։
Ես այստեղ ընդգծել եմ մի հետաքրքիր փաստել, որը կուզեի անպայման լսեիք։ Ուստի Տեր Վրդանես Կեսարիայից ակսորվում է որոշ եպիսկոպոսներ, քահանաներ, որոնք հարում են այս շարժմանը, նրանց նկատմամբ կիրառվում է թե բանադրանքի, թե ակսորի եւ ամենատարբեր, ասենք, պատիժները։ Տրապիզոնում նույնպես, թեպետ տրապիզոնում անգլիական հյուպատոսը, ինչպես ասացի, ինքն էլ կողքից նայում էր, բայց վերջ-վերջո ուստի միջամտեց եւ ազդարեց կուսակալ Փաշային, որ անմիջապես արգելեց հալածանքը եւ Կեդրոնին ալտերեկացրեց, բայց միանգամայն կանչելով ավետարանական եղբայրները թելադրեց անոնց, որ զիրենք այսպես անգթորեն հալածող եկեղեցի են, զատվեն այլևս։ Ուրեմն տեսեք Փաշան ինչ է ասում։ Ասում է այդ անմարդկային հալածանքը, որ ձեր հոգևոր հովիվը ձեր նկատմամբ ցուցաբերում է, առանձնացեք ու ստեղծեք առանձին եկեղեցի։ Թուրքիան կճանաչի պաշտոնապես։ Դե հիմա պատկերացրեք, հավաքում է անունները տալիս, հալածելու բան, այս թուրքերն էլ մտածում են, ախր ինչ վատ բան են անում։ Բա գիտեք ինչ, թուրքերեն ավետարան են թարգմանել, հայատար թուրքերեն ունեն, իսկ բավական թվով մենք այն թափում օրինակի համար բնակիչները թրքախոս հայեր էին, նրանք ուզում էին ավետարան կարդալ, իսկ հիմա այս հայերը փաստորեն ոչ միայն իրենց լեզվով, այլ նաև թուրքերեն լեզվով են սկսել ավետարան տարածել, բայց նույն սուլթանը ոչինչ չի ասում դրա դեմ, բայց դրա դեմ է դուրս գալիս պատրիարքը։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ ավետարանական եկեղեցին, որ նոր էր սկսել իսկապես ձևավորվել, ոչ միայն ինքը չէր կրում արևմուտքի բողոքական անվանումը, ինչպես որ արդեն սովոր էին անվանել։ Ես կուզեմ մի փոքր ուղղակի լսենք, թե իսկապես նաև անվան հետ կապված ինչպիսի մեկնաբանություններ կան։ Նախ որ հայերը մայրաքաղաքի մեջ իրենց աչքին արչև էին անել վիճակի մատնված, երկրորդ թեպետ անկե տարիներ առաջ Բեյրութի մեջ ավետարանական եկեղեցի կազմված էր, սակայն քանի որ անոր հիմնադիր անդամներուն մեջ օտարահպատակներ ալկային, այդ չէր կրնալ բնիկ բողոքական համայնք կազմել, անվանվել, եւ կարելի չէր անոր համար վավերացում պահանջել Օսմանյան կայսրությունը։ Երրորդ, տարակույս չկար, թե արդեն այն ատեն իսկ հայոց մե ավետարանականություն ընդունողները մայրաքաղաքի եւ գավառներու մեջ եղողները միասին հաշվելով մի քանի անգամ ավելի բազմապատիկ էին, քան բոլոր ուրիշ տարբեր բողոքականների հարողները։ Թեպետ այդ օտարազգի բողոքականները պաշտոնապես գրանցում ունեին այդ երկրում, բայց հայերի թիվը գնալով ավելի էր մեծացել, բայց իրենք չունեին ոչ մեկի պաշտպանությունը։ Դրա համար հարկ կար, որպեսզի որևէ կազմակերպության կամ եկեղեցու մեջ մտնեն, սակայն այդ բողոքական եկեղեցիներն էլ անհանգստանում էին, այս հայերը ամբողջ որ կան մեզ հարեն, բա հետո մենք ո՞նց են կոչվելու։ Հետևաբար միանշանակ առաջ է գալիս մի գաղափար, որ պետք է այս եկեղեցին ուզի թե չուզի առանձին հանդես գա։ Հայ ավետարանականներն այս ծրագրին մեջ երկու բանի կառարկեին, նախ հայ ազգին մարմինին անջատված նկատվելու, երկրորդ բողոքական անվանակոչումին։ Դե պատկերացրեք, գրանցման անունը պետք, մյուսը եթե առաքելական եկեղեցի ծածվում եք, ուրեմն դուք արդեն հայ չեք, երկրորդը անվանակոչումը բողոքականություն պրոտեստանտ, որը իրենց էլի հարազատ չէր։ Հիմա պետք է իրենք կողմնորոշվեն, իրենք կուզեին տակավին հայության մարմին անդամ մնալ եւ հավետ հայաստանյաց բարեկարգյալ եկեղեցի անվանվել։ Սա փայփայելի հույսով որ օրը կարելի պիտի լար այս ու ամբողջ հայ եկեղեցին ու ազգը բարեկարգյալ տեսնել։ Անջատումը գործնականապես ժխտում պիտի լար հայ եկեղեցի ներսեն եւ զանգվածովի բարեկարգելու ծրագրեն, սակայն եկուտես որ դեպքերի դասավորումը երկու չայրած փոքրագույն ընտրելու կհարկադրեր զիրենք։ Ճնշումը խստացավ, առաջ ավետարանական եղբայր Կոստանդնուպոլսի մեջ 8 կամ 10 մղոն տրամագծով շրջանակի վրա ցրված կապրեին, այնպես որ հազիվ թե կրնային երբեմն ամենքը միասին մեկտեղ գալ։ Բայց հիմա իրենց տներեն վրընդված եւ քրիստոնեական բարեսիրության ձեռքով իրարու բավական մոտակա պատսպարաններու մեջ բնակեցված, անոնք ավելի առատ պատիհություն ունեցան իրարու հետ ծանոթություն եւ հոգեվոր հաղորդակցություն մշակելու։ Հիրավե իրենց ժամանակին մեծագույն մասը Սուրբ գրքի ուսումնասիրությամբ, միասնական աղոթքով եւ հոգեվոր ժողովներով կանցկացնեն, գրեթե Պենտեկոստեին անմիջապես հաջորդող շրջանի առաքելական եկեղեցուն ըսածին պես։
Ուրեմն դա նպաստեց, որ ցրվածները հավաքվեն մեկտեղ եւ աստիճանաբար իրար լավ ճանաչելով իրենք սկսեցին ավելի ու ավելի այդպես ընդհարցակվել։ Արդյունքը սա եղավ, որ իրարու հանդեպ ավելի խոր շահագրգռվածություն ունեցան եւ ավելի զորավոր միության կապ զգացին։ Ասկեզատ իրենց ավետարանական հավատքն ավելի բյուրեղացավ եւ ավետարանի պաշտամունքի ձևերը ավելի շեշտվեցան։ Հայ ազգային եկեղեցու ծեսերին արարողություններին արդեն չէին մասնակցում, արտաքսված էին այդ եկեղեցուց բնականաբար արդեն եւ հերու չէր այն ժամանակը, որ պետք է արդեն բանադրվեն։ Դե այդ երեք եպիսկոպոսները բանադրվեցին, այսինքն անիծված համարվեցին առաքելական եկեղեցու կողմից, բայց արդեն եկեղեցին աստիճանաբար ընդարձակվում էր եւ գնալով ավելի ու ավելի հաստատվում էր։ Պատրիարքը հունիսի 21-ին Սուրբ Էջմիածնի տոնի օրը, որ Հայաստանյաց եկեղեցու ամենեն նշանավոր տոնն էր, արտասանեց իր մնայուն նզովագիրը ավետարանական սկզբունքներու վրա բոլոր համարողներու դեմ եւ կանոնադրեց, որ այդ կոնդակը նույն տոնի ամեն տարեդարձին ամբողջ Օսմանյան կայսրության բոլոր հայ եկեղեցիներու մեջ կարդացվի։ Այս ու բողոքական ասածներն առհավետ դուրս կձգվին եկեղեցի։ Այսպիսով նզովում է ինքը պատրիարքը ավետարանականներին եւ այդ նզովքը փաստորեն որոշները հավատում են, որ միջև օրս էլ եթե հոգևոր այրը աղանդ է հայտարարեն մի հսկայական, ասենք հատվածի, բարեբախտաբար այսօր առաքելական եկեղեցին ավետարանական եկեղեցուն քուր եկեղեցի ընդունում է, բայց այս բանադրանքը կաթողիկոսի մակարդակով պիտի ետ կանչվի։ Կոստանդնապոլսի պատրիարքը ինքը պիտի զեղչի գա եւ Աստծո առաջ պիտի ինքը խոնարհվի, որը չի արված միջև հիմա։ Այս Շուհաջյանի այս պատրիարքի նզովքը պետք է ետ կանչվի, այսպես ասած։ Եվ սա էլ, եթե մենք ուղղակի չգնանք սնոտիապաշտության ետևից, ապա եթե առաքելական եկեղեցին հավատում ավանդություններին եւ բանադրանքներին եւ օրհնություններին, ապա պետք է իմանանք, որ սա է կարգը ըստ իրենց, որ բանադրանքը կվերանա միայն մի դեպքում, որ եթե բանադրողն արդեն հայտարարի տվյալ անձին ապաշխարած։ Այսօր ավետարանական եկեղեցին համարվում է քույր եկեղեցի, եւ դա իհարկե ողջունելի է ինչ-որ իմաստով։ Նորակազմ եկեղեցու անունի վերաբերյալ խոսեցինք, թե ինչ անուն պետք է իսկապես որդեգրել, եւ ահա մենք այստեղ տեսնում ենք, որ պաշտամունքի սկիզբը միսիոներները եղբայրները նախ հարցում կնեն, դուք որ փափագիկ եկեղեցական կազմակերպություն առնուն, այժմ ինչ հարանվանություն ընտրած եք կամ որ հարանվանության հարիլ կուզեք։ Միաբանությունը կպատասխանե, պետք չունենք մասնավոր նոր հարանվանություն որոշելու կամ որևէ օտար դրություն կետ առ կետ որդեգրելու։ Մենք ավետարանին աշակերտած եւ անոր հոգեցույց սկզբունքներն արդեն որդեգրած լալով կփափագենք մեր մայրենի եկեղեցին, ուշադրություն դարձեք, կփափագենք մեր մայրենի եկեղեցին իր նախկին առաքելական ուղղափառության ու պարզությանը վերածել։ Ուստի որոշած ենք հայաստանյաց ավետարանական եկեղեցի կազմվել եւ ոչ ուրիշ բան։ Եվ այսպես փաստորեն 1846 թվականին արդեն հուլիս ամսին այս եկեղեցին պատմության մեջ մտավ որպես մի նոր եկեղեցի, որին Թուրքիան պաշտոնապես 1850 թվականին ճանաչեց եւ ավետարանական եկեղեցին այլևս մյուս եկեղեցիների հետ համարժեք էր գործում։ Այստեղ կա նաեւ ավետարանական եկեղեցու շարժը դեպի Արևելյան Հայաստան, ես այդ պատմությունների մանրամասի չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ կար ժամանակահատվածում ավետարանական եկեղեցին այնքան մեծ թափ առավ, անգամ խորհրդային տարիներին Արևելյան Հայաստանում, նաև Արցախում, Լեռնային Դաշտային Ղարաբաղում, Գարթմանում, Ուտիքում բավականին մեծ ավետարանչություն տեղի ունեցավ եւ բազմաթիվ մարդիկ ապաշխարում էին։ Մի քանի անուններ ասեմ։ 1926 թվականի ընթացքին Վաղաշապատի Ղամարլու քարոզիչները 1-2 կամավոր եղբայրների ընկերակցությամբ այցելած են Նոր Արմաշ, Արտաշատ, Թաղարլու, Ավշար, Հուվա, Թոխմախան, Իմանչլու եւ Ղարատնու գյուղերը առաջին 3-ը եւ ամենավերջինը երկու անգամ եւ ամենտեղ հայ ավետարանական եղբայրներ եւ քույրեր գտնելով անոնց տները հավաքվելով հոգեվոր պաշտամուն կատարած են։ Նաև կրծած են Սուրբ գրքի եւ անոր մասերում բաշխում են զանազան տեղեր բոլորը սերտել
սերտել ցանկացողներին։ Էջմիածնում էլ, Շուշիում էլ, Գյումրիում էլ հաստատվում են ավետարանական համայնքի ասենք ներկայացները։ Ես հիմա ուզում եմ մի փոքր անցում կատարել Դարձյալ Թութիկյանի գրքից ես ներկայացնել շատ արագ եւ սրանով ավարտել այս թեման, որպեսզի ցույց տանք նաև այս հալածանքը մեր ազգակիցների, մեր ազգի նկատմամբ ցուցաբերած եկեղեցու հովվի կողմից ինչքան ողբերգական նա այդ Չուհաջյանը ոչ միայն հալածում էր Արևմտյան Հայաստանում, նա նաև Արևելյան Հայաստան էր գալիս։ Նա հատուկ կաթողիկոսին դիմել էր Էջմիածնում, որպեսզի այստեղ էլ ավետարանականներին հալածեն։ Այսքան մոլուցկով լցված էր ավետարանականների նկատմամբ։ Ուրեմն տեսեք, այստեղ մի քիչ մանրամասնություններ ասենք 1836 թվականին բարեկարգիչները գաղտնաբար հիմնեցին միությունը բարեպաշտության միաբանություն անունով, բարեկարգելու համար հայ առաքելական եկեղեցին։ Այս միաբանության հիմնումը կրնար նկատվել սկզբնավորումը հայ ավետարանականության։ Բարեպաշտության միաբանությունը հիմնող 12 բարեկարգիչները բնավ իրենք չնկատեցին հիմնադիր անդամներ նոր եկեղեցիի։ Անոր համար բարեկարգություն կնշանակեր վերակենսավորել վաղեմի հայ առաքելական եկեղեցին։ Հայ եկեղեցին ուսերուն բարդած էին աշխարհիկ մտահոգություններ եւ պարտավորություններ, որոնց իբր հետևանք եկեղեցին անտեսած էր ավետարանի հիմնական սկզբունքները։ Հայ ավետարանականներին Իստանբուլի հայոց պատրիարքարանը այս ինքնակոչ բարեկարգիչները բնութագրեց որպես վարձկանները ամերիկացի միսիոներներու, որոնք այդ ժամանակ հաստատված էին Պոլսո մեջ։ Ուրեմն պատրիարքը տարբեր միջոցներ է գործի դնում, ինչպես ասացին քիչ առաջ, եւ այդ միջոցները մեր ժողովրդին ծայրաստիճան ծանր վիճակի մեջ հագցում, պարտադրվում էր կետերով եկեղեցու արչև հավատարմություն ցուցաբերել, նրանք ովքեր որ դրան չէին գնում, զրկվում էին ամեն միջոցներից, եւ ի վերջո Մատթեոս Պատրիարք Չուհաջյանը բարեկարգիչներին դեմ որդեգրեց վերջին միջոցառումը, անհրատարակեց բանադրանքի եւ հաղորդակցությունների դադրեցումի ազդագիրը հունիս 21 1846 թվական։ Զանոնք վերջնականապես զրկելով հայ առաքելական եկեղեցիի անդամակցությունին։ Երբ բարեկարգիչները արտաքսվեցան եկեղեցիեն եւ զրկվեցան իրենց քաղաքային գոյավիճակին եւ այդ պատճառով էլ պատրիարքարանի պաշտպանությունն անոնք հարկադրվեցան թողել մայր եկեղեցին եւ կազմակերպել անջատ եկեղեցիմը Հովանի տակ հուլիս 1 1846, ինչպես ասացինք։ Հայ ավետարանական եկեղեցին ցակումի մեջ վճռական դեր խաղաց հատկապես երկրորդ խումբը, այս երկրորդ բարեկարգիչների խումբել կա, այստեղ մենք նշում ենք, եւ ես մի բան եմ ուզում նշել, որ անմիջապես երբ ամերիկացիները տեսան, որ այս եկեղեցին կա, իրենք փորձեցին նրանց հետ որպես միսիոներներ գործի անցնեն իրենց համար որոշակի նպաստավոր, ասենք, օգնություններով, բանով, եկեղեցին իր արչև այս խնդիրը դրեց, որ մեր վարդապետությանը չի կպնեք, բայց դուք ինչքան ուզում եք օգնեք։ Համեմատության համար ասեմ, որ մեր սիրելի եղբայրները Ամերիկայից 90-ականներին, որ եկան հոգեգալստական եկեղեցին օգնություններով նպաստելու, ես մեկն եմ եղել, որ ակտիվ է եղել այդ գործունեության մեջ, հատկապես դրսի միսիոներների հետ։ Ես 3 հատ հարց դրեցի իրանց առաջ, ասեցի, ես 3 վարդապետական հարցերին ոնց եք մոտենում, եւ իրենք ինձ համար շատ անսպասելի, շատ խրող, շատ վստահ բացատրեցին, որ սա այսպես է, սա այսպես է, որ մեր եկեղեցին դա չէր ընդունում, ես ասեցի, մենք դրանք չենք կարող ընդունել, ասեց խելոք եք կընդունեք, եւ դա ընդունեցին իրոք։ Սա նորություն չի, ես հիմա կներկայացնեմ ձեզ միսիոներները իրենց ավետարանելու գործունեության վնասակար նկատեցին հայոց մեջ գոյություն ունեցող եկեղեցի ազգ մասնահատուկ հարաբերությունները։ Այդ ժամանակին ի վեր ինչ որ սպառնաց եկեղեցին նկատվեցավ նաև սպառնալիք հայ ժողովրդին։ Անկասկած, որ ամերիկացի միսիոներները վշտացուցին հայոց եկեղեցին։ Այո, մեզ էլ են վշտացրել եւ բաժանումները կապված են նաև նրանց ակտիվ գործունեության հետ։ Սա ես համարձակ եմ ասում, ինքս էլ ավակ եղբայրներին հաղորդեցի, որ ես այսպես հարց տվեցի, ինձ այսպես պատասխանեցին, ցավոք սրտի, այո, այդ վարդապետական 3 կետերն էլ զիջել է այսօր հոգեգաստական եկեղեցին։ Այսպիսով, իրականության մեջ միսիոներները խիստ պատվեր ունեին, որ հավատափոխություն չհետապնդեն, այսինքն խարիզմատ շարժումը չպետք է մտներ Հայաստան։ Այսինքն նրանք չպետք է եկեղեցիներ բաժանեին, եկեղեցին պետք է մնար միաբան։ Տեսեք, ես հիմա անաչառ կերպով եմ սա ներկայացնում։
Որևէ մեկ օրինակ հոգեգաստական եկեղեցու պատմության մասին խոսելիս ինքը չի սիրի, չի ուզի այսպիսի բաներ լսել, բայց ես փաստ եմ արձանագրում եւ սա է ճշմարտությունը։ Ինչպես եղել է անցյալ դարում, նախանցյալ դարում, շարունակվել է նաեւ այսօր։ Ավետարանիչներուն միսիոներական երանգը զուգադիպեցավ քաղաքական անհանդար ժամանակաշրջանի, որ աննպաստ էր հայոց համար։ Իսկ միթե նույնը չէր նաեւ 90-ականներին մեր երկրում։ Երբ որ միսիոներները մեզի իսկապես պիտի օգնեին, վտանգավոր չէր այդ վարդապետական ուղղությունները, որոնք մտան մեր երկիր, ես չեմ ուզի փակագծեր բացել, որ հոգեգաստական շարժումը ինքը իր դիրքերը վարդապետությունը զիջել էր։ Վախի այս զգացումն էր, որ մղեց հայ եկեղեցին կարգը պահպանողական տարերը բարեկարգության հետամուտ եղողները տեսնելու որպես միսիոներներուն բաժանարար գործակալները, որոնք կջանային կործանել եկեղեցին։ Այսպիսով նորաթուխ այս եկեղեցին, որ նոր էր ծնվել, միանգամից ոչ միայն պատրիարքից հարվածներ սկսում կրել, այլ նաև դրսի միսիոներներից։ Խոսքս աշճանաբար մոտենում ավարտին եւ ես կուզեմ, որպեսզի ընդհանուր նաև Թուդիկյանի գնահատականը լսենք, հատկապես ասենք այս օրերի համար եկեղեցու վերաբերյալ, որ ավետարանական շարժման մասին ինքն ասում է, որ իր ակունքներից ահռելի այդպես հեռացել է։ Ուրեմն Գանձասարում, երբ որ մենք խոսեցինք, եպիսկոպոսներից կային, որ երեխաներին դասավանդում էին եւ շփվելով ավետարանականների ծնողների հետ իրենք էին դարձի գալիս։ Ամենեն նշանավորն էր Պարսկահայմը Հարություն Գալուստյան անունով ավելի լավ ծանոթ որպես Միրզա Ֆարուխ։ Ուրիշ հայմը Սարգիս Համբարձումյան դարձավ ավետարանական աշխարհական առաջնորդը։ Երկուքն ալ միջոց եղան բողոքական ազդեցության տարածումին Կովկասին մեջ։ Հզոր միսիոներներ եղան երկուսն էլ։ Զարմանալի զուգադիպությամբ Կովկասի մեջ բողոքականների դեմ հալածանքին առաջնորդ էր նույն մարդը, որ նախաձեռնած էր բողոքականների հալածանքը Թուրքիո մեջ։ Պատրիարք Մատթեոս Չուհաչյան 1858 թվականին ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Կոստանդնուպոլսի եկավ Էջմիածին, ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս եւ անմիջապես որ բարձրացավ կաթողիկոսական աթոռ իրեն գլխավոր պարտականությունը սեպեց ձեռնարկել հալածանքի նպաստ ուղղափառության։ 1865-ին ռուսական կայսերական հրահանգը փրկեց ավետարանականները ճգնաժամից։ Շամախի հայ ավետարանական փոքր համայնքը արտոնություն ստացավ դառնալու Մոսկվայի լյութերանական ժողովին մեկ անդամը։ Եվ այդպես մենք տեսնում ենք, որ տարբեր անուններ կան այստեղ, ինչպես են իրենք իսկապես մեծ գործունեություն ծավալել այդ պատրիարքը, որ արդեն կաթողիկոս էր դարձել, ինչպես են դիմագրավում իսկապես եւ ինչպես են մաքարում իրենց նոր եկեղեցով։ Ուրեմն ինչն էր հիմնականում նրանց մեղքը, ասում է Սուրբ Գրքի սերտողություն, աղոթքաժողով, եկեղեցի անդամակցության հատուկ ժողովներ, սրանք կարևոր մասերն են այս քրիստոնեական դաստիարակության ծրագրեր, արդեն օրհնության աղբյուրներ, մի խոսքով հոգևոր ամենատարբեր արթնության նպաստող միջոցառումները ավետարանականները անում էին եւ սա իսկապես շատ ահավոր էր դիտարկում այդպես առաքելական եկեղեցու կաթողիկոսությունը։ Աստվածաբանության ու դավանանքի մասին չեմ խոսի, դա բավական երկար կլինի, բնականաբար դրա անհրաժեշտություն էլ չկա։ Միայն ես հետեւյալը կասեմ, որ եպիսկոպոսականները կազմակերպեցին փոքր համայնք 1860-ական թվականներին, ապա Քրիստոսի աշակերտներ անունով, Քրիստոսի աշակերտներ, ես ուզում եմ հատկապես նրանց ասել, ովքեր որ մեր եկեղեցու անդամներն են, որ Քրիստոսի աշակերտներ այսպիսի եկեղեցու անվանման դարեր շարունակ միշտ եղել են եւ տարբեր ազգությունների մեջ նման արթնություններ ավետարանական թևից դուրս եկած գոյություն ունեն ու փառք ենք տալիս Աստծուն դրա համար, որ մենք գտել ենք, որ Անտիոքում առաջին անգամ աշակերտները քրիստոնյա կոչվեցին, հետևաբար այն եկեղեցին, որին պետք է հարել ընդամենը այն եկեղեցուն, որտեղ Քրիստոսի աշակերտներն են։ Իսկ թե ինչ է իր մեջ ներառում Քրիստոսի աշակերտներ այդ անվանումը, բնականաբար մենք գտնում ենք, որ պետք է անպայման անձուրանալ, խաշնարնել, հետևել, ինչպես Տերն ասեց, եթե մեկն ուզում աշակերտել, եւ աշակերտը լսում է վարդապետին, այսինքն լսել Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգու ձայնը լսելով եւ հետևելով։ Կհավատային, թե հավատացյալի սրբագործումն է, իսկ միթե այդպես չի նաեւ մեր համար, իհարկե։ Սուրբ Հոգեով մկրտություն են յետք, մեղքը ամբողջությամբ կմաքրվի այդ անհատին կյանքեն։
ու այսպես վարդապետական որոշ բաներ, բայց ուշադրություն, այստեղ կա մի հատ հետաքրքիր բան, որ 19-րդ դարի կեսին Արևմտյան Հայաստանում պարզվում է, որ հայերիս մեջ արդեն իսկ գոյություն է ունեցել պենտեկոստեականներ։ Հայ եղբայրության շարժումը նաև ստեղծեց հավաքական զգացականություն եւ ծնունդ տվավ այլ խմբակներու, ինչպես պենտեկոստեականները եւ ամբողջական ավետարանական շարժումները, որոնց անջատողական ձգտումներ ունին։ Տեսեք, սա կամ եղբայրը չի ասում արդեն, այլ այստեղ այսօրվա գնահատականն է տրված։ Ավետարանականները ծնունդ տվեցին պենտեկոստեականներին, ամբողջ ավետարանական շարժումը, որ այսօր Նավոյանի գրքով մենք այսօր իմանում ենք այդ միաբանությունն է, եւ ասում է, որ նրանք դրսևորում են անջատողական ձգտումներ։ Ամփոփ կերպով կարող ենք ասել, որ 19-րդ դարի կեսերին մյուս դարերի պես Աստված մեր ժողովրդի մեջ մեծ արթնություն էր բռնկել։ Եվ այդ մեծ արթնությունը բերել էր իր պտուղները։ Մեր ժողովուրդը նաև հանդիսացել էր շատ շատերի դարձի եւ ապաշխարության, ասենք, պատճառ։ Ցավոք սրտի այդ շարժումը բոլորովին այլ երանգ ստացավ, հատկապես 90-ականներին, դրանից առաջ էլ որոշակի արդեն բաժանումներ կային, եւ հաջորդիվ պատրաստվում եմ խոսել արդեն 60-ականների հոգեգաստական շարժման պատմության մասին, մասնավորապես արդեն զարգացնելով միտքը մեր Աբովյան քաղաքում հոգեգաստական եկեղեցու հիմնումի, նրա զարգացման ու բաժանումների մասին պիտի խոսեմ։ Աստված բոլորիդ հետ, Տերը օրհնի ձեզ։